Փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ կապերի զարգացման համար։ Ազգային ժողովը հյուրընկալել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։ Խորհրդարանական լսումներ, պետություն, ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը պատիվ ունեմ խմբակցությանն էր։ 2026-ին լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավերով մեր երկրում էր Սեյմասի համանուն հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այց Փարիզ եւ լեզվի մեկ շաբաթյա ուսումնասիրության դասընթաց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինին ամփոփել են ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից ճարտասանության մրցույթի արդյունքները։ Եզդիական համայնքում առկա են կրթական եւ սոցիալական խնդիրներ։ Դրանց անդրադարձ է կատարվել Արագածոտնի մարզի Ռիաթհազա համայնքում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում։ Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ, ընդգրկելով խորհրդարանական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության նորություններ։ Գործընկերային հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ ստացան եվրոպական հարթակներում արդյունավետ փոխգործակցության արդյունքում։ Այս շաբաթ մեր երկիր էին այցելել Բելգիայի թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները։ Նախ հանդիպում խորհրդարանի ղեկավարի հետ։ Սրույցի առանցքում էին երկկողմ կապերին Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Հաջորդ հանդիպումը երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև էր։ Անդրադարձ եղավ Հայաստան-Բելգիա համագործակցության զարգացմանը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ փոխադարձ հարգանքի վրա։ Բրյուսելում զգում են ջերմ կապը Հայաստանի հետ, հանդիպման սկզբում նշեց բելգիացի պատվիրակը, վկայելով, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները խորանում են եւ այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու առումով ջանք պետք է չխնայել։ Հայաստանի եւ Բելգիայի միջև բարեկամությունը հիմնված է ընդհանուր եւ համատեղ արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, խաղաղություն, կայունություն։ Եվ այդ արժեքները մեր ընդհանուր արժեքներն են, որոնց վերաբերյալ շատ քննարկումներ են լինում Բելգիայի խորհրդարանում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Երկուստեք փոխանակվեցինք այն մտքերով, որ անհրաժեշտ է խորացնել խաղաղությունը, կայունացնել իրավիճակը եւ շարունակական մղումներով հասնել խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման, տարածաշրջանի վերջնական կայունացման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջնական կարգավորման։ Պատվիրակության հաջորդ հանդիպումն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի ներկայացուցիչների հետ էր։ Առանցքում երկկողմ հարաբերություններից մինչև աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերն էին։ Մեր երկրում Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել եւ ներկայում էլ մենք հետաքրքրված ենք թե Հայաստանում, թե տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Պետք է նշեմ նաեւ, որ այս 5 տարիների ընթացքում մենք 4 բանաձև ենք ընդունել, որոնք վերաբերում են մեր բարեկամ երկրին Հայաստանին։ Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի վերջին հանդիպումից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սարգիս Խանտանյանն էլ ներկայացրեց վերջին զարգացումները։ Բելգիացի գործընկերները հետաքրքրվում էին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ինչպես են ընթանում խաղաղության գործընթացը եւ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Բելգիայի մեր գործընկերները մի շարք բանաձևեր են ընդունել խորհրդարանում՝ ի աջակցություն Հայաստանի եւ այդ բանաձևերը շատ կարեւոր են եղել միջազգային հարթակներում մեր շահերը առաջ մղելու եւ Հայաստանի հետ կապված հարցերի տեսանելիությունը բարձրացնելու համար, ինչի համար շատ շնորհակալ եւ երախտապարտ ենք մեր գործընկերներին։ Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելգիա եւ Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Բելգիան ամենակարևոր աջակիցներից է մեր գործընկեր երկրներից է Եվրոպական միության շրջանակներում եւ այս առումով մենք քննարկել ենք Հայաստանի եվրոպական ձգտումները, այն բոլոր ծրագրերը, որ Հայաստանը իրականացնում է Եվրոպական միության հետ, խոսել ենք առաջիկա եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի մասին, որը անցկացվելու է Հայաստանում, երբ որ հարցը վերաբերում է Հայաստանին, ապա իրենց ներքաղաքական դաշտում որևէ տարաձայնություն չկա։ Բելգիացի պատվիրակներին այցի ընթացքում հանդիպեց նաև երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մինչ Հայաստանից հեռանալը Բելգիայի թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ նահատակների հիշատակին։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բելգիացի պատվիրակները գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Պետություն ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ ազգային ժողովի հայտարարության նախագիծը խորհրդարանական լսումների թեմա։ Լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությաններ։ Մենք հետաձգել ենք հանձնաժողովում հայտարարության քննարկումը, որպեսզի այսօրվա լսումների արդյունքում արդեն լրամշակված տարբերակով ներկայացնենք հայտարարության տեքստը ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին, որը նշանակված է որպես գլխադասային։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի համաձայն վերջին շրջանում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության եւ ազգային հարաբերությունների սահմանների վերաբերյալ։ Սա առաջին հերթին այն մասին է, թե որտեղ է ավարտում պետության լիազորությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, թե արդյոք մեր երկրում իրավունքը գործում է որպես սահման, թե որպես գործիք։ Հիմնական զեկուցողն ընդգծել է հայտարարության նախագիծը չի սահմանափակվում միայն մտահոգությունների արձանագրմամբ, այն առաջարկում է մի շարք կոնկրետ գործնական լուծումներ։ Առաջինը իրավական թափանցիկությունն է։ Սա նշանակում է, որ իրավապահ եւ քննչական մարմինները պետք է ունենան հստակ հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվի առնում խղճի ու կրոնի ազատությունը։ Երկրորդ լուծումը ըստ նախագծի միջազգային իրավական խորհրդատվությունն է, առաջարկվում է դիմել Վենետիկի հանձնաժողով հեղինակավոր մասնագիտական կարծիքի համար։ Երրորդը արդարադատության ապաքաղաքականացումն է։ Սա նշանակում է, որ բարձր հնչեղություն ունեցող գործերով պետք է առավել խիստ պահպանվեն դատական անկախության, անաչառության եւ արդար դատաքննության չափանիշները։ Չորրորդը զեկուցողի մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ դերակատարումն է։ Հարակից ելույթում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Լույս հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը անդրադառնալով հայտարարության նախագծին ընդգծել է, որ այն վերաբերվում է հարցին բացառապես սահմանադրության տեսանկյունից։ Իրականում այսօր քննարկվող հայտարարությունը մեկ բանի մասին է՝ իրավական պետության սահմանների մասին։ Այդ սահմանների կարևոր հատվածից է պետություն եկեղեցի սահմանազատումը։ Դավիթ Հարությունյանի խոսքով չեն կարող լինել սիրելի եւ ոչ սիրելի սահմանադրական դրույթներ։ Այս հայտարարության հիմնական թեզը հետևյալն է. սահմանադրությունը սահմանազատել է պետության եւ եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է։ Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց ելույթներում արդիական ու հրատապ են համարել քննարկվող թեման։ Անդրադարձ է կատարվել ազգային անվտանգության ռազմավարությանը, պետություն եկեղեցի փոխհարաբերություններին, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մտքի, խղճի եւ դավանանքի ազատությանը։ Խնդիրը ոչ միայն իրավականն է, այլև քաղաքական եւ ել ավելի բարոյական, որովհետեւ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում հանկարծ փորձել պաշտպանել օրենքով ամրագրված սահմանադրությամբ հաստատված իրողությունները, բայց սա է իրականությունը։ Խորհրդարանական լսումների մասնակիցներից շատերը հայտարարության վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ։ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև կապերի առավել զարգացմանը, նշել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեր երկրում Կատարի պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սոլայթինի հետ հանդիպմանը։ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է դեսպան Ալ-Սոլայթինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Հայաստան-Լիտվա հարաբերությունները զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական կապեր, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցություն։ Այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավերով այս շաբաթ մեր երկրում էր Սեյմասի համանուն հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումների շարք ու քննարկումների լայն շրջանակ խորհրդարանում պատվիրակներին նախ ընդունեց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն, ապա կայացավ հանդիպում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական հարաբերությունները վերջին շրջանում շատ ակտիվացել են եւ նաեւ լիտվական կողմից կար հետաքրքրություն Հայաստան գալու եւ ծանոթանալու Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցած
վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, նաև խոսելու մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ։ Եվրոպա ձգտող Հայաստանին եվրաինտեգրման հարցում Լիտվան հաստատակամ աջակցում է, նշում է падգամավորն ու փաստում, որ Եվրամիության շրջանակում Լիտվան մշտապես Հայաստանի կողքին է։ Բոլոր որոշումները, որոնք կապված են Եվրոպական միության խորհրդում, օրինակ Հայաստանի հետ, Լիտվան առաջիններից է, որ միշտ կողմ է լինում եւ առաջ է մղում Հայաստանի շահերը եւ մեր օրակարգը, եւ այս առումով շատ շնորհակալ ենք լիտվացի գործընկերներից, ինչը նաեւ խորհրդարանական մակարդակում է այդպես։ Խորհրդային անցյալ ունեցող Լիտվան Եվրամիության անդամ է 2004 թվականից, թերևս հենց դրանով էլ պայմանավորված Հայաստանի եվրոպական ձգտումներն այդ երկրի համար առավել քան անկալելի են։ Լիտվան շատ ավելի լավ է ճանաչում Հայաստանի իրավիճակը եւ Հայաստանի խնդիրները, Հայաստանի եվրոպական ինտեգրման հնարավոր բարդություններն ու առավելությունները, ուստի այս առումով Լիտվան ավելի քաջալերող է այս հարցում Հայաստանին։ Մենք ունենք պատմական ընդհանրություններ եւ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններ։ Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար։ Հայաստան-Լիտվա հարաբերություններում կա տնտեսական չիրացվածներ ուժ, տնտեսական բլոկում կան օրինակելի լուծումներ, որոնք կտեղայնացվեն մեր երկրում։ Մի օրինակ կարող եմ բերել աղբի վերամշակման հետ կապված, իրենք շատ լավ փորձ ունեն եւ կառավարությունը աշխատում է իրենց հետ այդ փորձը փոխարելու ուղղությամբ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ի թիվս այլ ուղղությունների քննարկվեց Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող հարցը։ Սեյմասի պատվիրակների հաջորդ հանդիպումը պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում էր լիտվական կողմի հետ քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին, աշխարհաքաղաքական վերաձևումներին ու անվտանգային նոր միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Անդրանիկ Քոչարյանը Ռեմիգիոս Մոտուզասի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող ռեֆորմները, ժամանակի պահանջներին համահունչ կրթական բարձր ցենզ ունեցող մեր երկրի բանակի դիմագիծը։ Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ ձեռնարկություններ, պաշտպանական խնդիրների լուծման ուղղված կառավարությունը հրաժարություն է տվել ռազմաարդյունաբերության ոլորտին եռամյա ծրագրեր կազմելու։ Մեր ծախսերի մեջ կարևորում ենք կրթական ծրագրերը, վերանայել ենք կառավարման համակարգ ամբողջությամբ առաջնագծից մինչև զինված ուժերի պատրաստման ծրագրերը։ Առանցքում էր Հայաստանի խաղաղության օրակարգը։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգին հասնելու համար իրականացրել է բազմաթիվ ռեֆորմներ պաշտպանության ոլորտում, կատարելագործելով իր օրենսդրական բազան, նաև մեր նպատակներին հասնելու համար մենք նաև ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ մեծ բալթյան երկրների փորձը ուսումնասիրելու առումով, հատկապես պայեստազոր եւ աշխարհազորի խնդիրների լուծման տեսանկյունից։ Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում նաև բարեկամական խմբի մակարդակով, անդրադարձ կատարվեց ժողովրդավարական ինստիտուտներին եւ մեր երկրում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Սեյմասի պատվիրակությունը մինչ Երևանից մեկնել է եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Ռուբեն Ռուբինյանը քննարկել է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիղոլամիի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերություններին։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը։ Հայաստան-Իրաք միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման կարեւորությունն ընդգծել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեր երկրում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ալ-Շեյխլիի հետ հանդիպմանը։ Նշվել է, որ արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակում երկու երկրները մեծապես կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծվել է, որ այն կարեւորագույն պայման է պետությունների բարգավաճման եւ փոխշահավետ համագործակցության համար։ Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են падգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը, ինչպես նաև Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործունեությանն ուղղված ծրագրերի ակտիվացումը։
Հայաստանի ազգային ժողովի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից արտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությունն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունելով մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին նախաձեռնության գաղափարը կիսելու եւ դրա իրականացմանը նպաստելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշակերտներին ցուցաբերած ակտիվության եւ մասնակցության համար։ Ֆրանսերենը եւ ֆրանսիական մշակույթը եղել է եւ շարունակում են մնալ մեր մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։ Հենց ֆրանսերենը դարձավ գեղարվեստական արտահայտման միջոց բազմաթիվ մեծանուն հայերի համար, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Անրի Վերնոն, Գարզուն, Ժանսեմը եւ այլոք։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվի մասին չէ, այն արժեքների համակարգի, մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին է։ Հայաստանը որպես ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամ հանձնառու է այդ արժեքների պահպանմանը եւ տարածմանը։ Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության կողքին պատմության ընթացքում եւ մենք չենք կարող դա չգնահատել եւ մշտապես շնորհակալ ենք մեր բարեկամ երկրին այդ աջակցության համար։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորելով մրցույթի հաղթողներին շնորհակալություն հայտնեց ազգային ժողովի նախագահին նախաձեռնության համար։ Հայաստանի ազգային ժողովը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ մասնակցության ապահովման հարցում։ Ֆրանսերենը ոչ միայն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից մեկն է, այլև համագործակցության հարթակ բազմաթիվ երկրների համար։ Ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից արտասանության մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 46 աշակերտ Երևանից եւ Հայաստանի 7 մարզերից։ Առաջին փուլը հաղթահարել եւ եզրափակիչ փուլ են անցել 12 մասնակից։ Ինչ հնարավոր ամեն ինչ արել էի, որ լինեի 3-ի մեջ, չէի սպասում, որ հենց առաջին տեղ կլինի, բայց ակնկալում էի ինչ-որ այդ պիտի բիբան, բայց ամեն դեպքում այդ պահին, երբ հայտարարեցին, շատ ուրախացա, ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, ովքեր այդ գաղափարը ունեցան, որովհետև դա շատ հիանալի փորձ էր ինձ համար եւ կարծում եմ, որ իմ ֆրանսերենը շատ լավացավ էս մի քանի շաբաթվա ընթացքում։ Անկեղծած մեծ հույսեր ունեի, բայց չէի սպասում, որ այսպես կլինի, ու շատ ուրախ եմ։ Ես էլ տեսնելով պայմանները եւ մրցանակը շահագրգռվեցի։ Ես չէի սպասում, որ երկրորդ փուլ կանցնեմ, որ մնաց հաղթը։ Շատ լավ հնարավորություն էր։ Նախապես որոշված 3 մրցանակային տեղերն ավելացավ եւս մեկով։ Եվս մեկ մրցանակ ստանում է Աննա Հենց արդեն առաջին երեքին հայտարարեցի, արդեն զգում էի, որ արդեն վերջ, բայց որ արդեն չորրորդին հայտարարեցին, շատ ուրախացա։ Փորձում էի օլիմպիադաներում ավելի արդյունքներ գրանցել, մարզայնում եմ արդյունքներ գրանցել եւ հիմա շատ ուրախ եմ, որ գնում եմ Ֆրանսիա։ Ճարտասանության մրցույթը հաղթած 4 ամենաճարտարախոս աշակերտների մրցանակն է լեզվամշակութային մեկշաբաթյա ուղևորություն Ֆրանսիա։ Երեխաների կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որ ճանաչված ու պաշտպանված է միջազգային ու ազգային օրենքներով։ Մեր երկրում այն երաշխավորված է սահմանադրությամբ ու կրթության մասին օրենքով։ Այս շաբաթ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները գործուղվել էին Արագածոտնի մարզի Ռիաթ Հազա համայնք։ Նպատակն էր տեղում ծանոթանալ եզդիական համայնքում արկա կրթական ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ դիտարկել դրանց հնարավոր լուծումները։ Հարցերին անդրադարձ կատարվեց քայլ դեպի փոփոխություն, համակարգային լուծումներ կրթության եւ մասնակցության համար թեմայով աշխատանքային քննարկման ձևաչափով։ Եզդիական համայնքի առաջին խնդիրներից մեկը ավագ դպրոց չհաճախելն է։ Մենք եզդիներս փակ համայնք ենք եւ թողնել աղջիկ երեխային գնալ կողքի համայնք ուսումնառնելու դա արդեն մեծ խնդիր է։ Ծնողները թույլ չեն տալիս, որ աղջիկները ուսումը շարունակեն։ Վաղ ամուսնությունների հետ է դա նաեւ կապված
մեր աղջիկները 16-ը դեռ չբոլորած ամուսնանում են, չնայած նրան, որ մեր եզդի պատգամավորը ամուսնական շեմը բարձրացրեց եւ 18 տարեկանից նոր աղջիկները կարող են ամուսնանալ։ Իհարկե դա էլի չազդեց մեր համայնքի վրա։ Խոսվեց նաև իրազեկվածության պակասի մասին, ինչը եւս ազդում է կրթության մատչելիության վրա, նշվեց, որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք կապահովեն բոլոր երեխաների կրթության հավասար հասանելիությունը անկախ սեռից եւ համայնքային պատկանելիությունից։ Մեր հիմնադրամը շատ է կարևորում կրթությանը հավասար մասնակցության հնարավորությունը, ինչը մեծ դեր ունի անձի ձևավորման եւ զարգացման գործում։ Կրթական հնարավորությունները երբեք չպետք է սեռով պայմանավորված լինեն։ Մենք այստեղ ենք այդ հարցերին ձեր առաջարկներով բալանսավորված լուծումներ տալու ուղիներ մշակելու նպատակով։ Կրթության հասանելիությունից զատ կան բազում խոչընդոտներ, որոնք խանգարում են համայնքի ներկայացուցիչներին իրավունքի իրացման տեսանկյունից։ Այս ոլորտում խնդիրների կարգավորումը բերելու է համայնքում որակական փոփոխությունների։ Հայաստանի Հանրապետությանը պետք չի անգրագետ համայնք եւ գրագիտություն ապահովելու համար, համայնքի կյանքը փոխելու համար եւ այս մարտահրավերները հաղթահարելու համար համայնքում կրթության որակի բարձրացման անհրաժեշտություն եմ տեսնում եւ ես կարծում եմ, որ եւ պետությունը եւ համայնքը աշխատանք իրականացնելու հարց իրենց առաջ պետք է դնեն։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականության կարևորությունը միտված համայնքում առկա խնդիրների համապարփակ լուծմանը։ Կարևորվեց նաև քաղաքականության մեջ եզդիական համայնքի ներկայացուցիչների ներգրավմանն ու մասնակցության բարձրացման հարցը։